Գարեգին բն գնում է նման օրինակ վարքագծով կաթողիկոսի աթոռը պահելուն, վերջինս երբևէ չի կարող մատնանշել կամ թիրախավորել որևիցե բարձրաստիճան հոգևորականի, ով հանկարծ կփորձի նույն կերպ խախտել կուսակրոնության ուխտը, որովհետև հակառակ դեպքում նույն փաստը կներկայացնեն Գարեգին Բ-ին։ Այսինքն ինչ օրինակ է ծառայում մեր հոգևորականներին, ինչ է տալիս այս ժողովրդին, եկեք դա հասկանանք։ Բայց իր սրբազանները, պարոն Չախոյան, վերջին օրերին պարբերաբար ամենատարբեր հոգևորականներ հարցազրույցներով են հանդես գալիս, պաշտպանում են, ինքը Գարեգին Բ-ն կարծես թե անհանգստացած չէ, Միացյալ Էմիրություններում է, հիմա էլ օրակարգային ամենատարբեր հարցերի քննարկումների շուրջ գնացել է այդպես հանդիպումներ ունենալ։ Այսինքն նշանակում է, որ իր մոտ որևէ անհանգստություն չկա եւ վարչապետի այս սկսած նաեւ օրակարգը որևէ կերպ չի հաջողելու։ Դա ձեզ միայն թվում է, որովհետև նույն Աջապահյանի եւ այլ բարձրաստիճան հոգևորականների բերանով իրականում խոսում է Գարեգին Բ-ն։ Իսկ տարատեսակ հայտարարություններ, կեղծ թեզեր շրջանառելու փոխարեն, թե իբր սա պայքար է եկեղեցու դեմ եւ իրենք պատրաստ են այս պատերազմի մեջ մտնել, պաշտպանել եկեղեցին, դա կեղծ օրակարգ է, դրա փոխարեն ավելի լավ կլինի Գարեգին Բ-ն հստակ պատասխանի այդ հարցին. արդյոք ունի զավակ թե ոչ։